Փարաքարի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցել սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։ Սպանությունից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն ոստիկաններին դեռ չի հաջողվել բռնել հրաձիգին։ Չկան նաեւ այլ ձերբակալվածներ։ Հոգեհանգստի արարողությանը ներկայ է գտնվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որը հրաժարվել է հարցերին պատասխանել, նշելով, որ դեռ այս պահին դեպքի հետ կապված նորություններ չունեն։ Տիկին նախարար, որևէ նոր բան հայտնի է հանրությանը, ուզում է հարցեր Դուք արդեն երկրորդ օրն եք գտնվում եք Վաղաշապատի ոստիկանության բաժնում, որևէ նոր բան կա։ Հենց նորություն ունենանք, որը կլինի արժանահավատ, անպայման կկիսվենք։ Հայաստանի վարչապետը երեկ հայտարարել է, որ իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Ոստիկանապետ Արամ Ղազարյանը ասել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե անհրաժեշտություն լինի։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես երբ որ գտնեմ նպատակահարմար, մշտապես պատրաստ եմ։ Մամուլը գրում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին։ Իրավապահ համակարգի առաջին դեմքերի պաշտոնանկությունների մասին խոսակցությունները ակտիվացան Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումից հետո, որում նա նշել էր մեջբերում. մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ, գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Դաժան սպանության կադրերը դեպքից ժամեր անց հայտնվել էին համացանցում։ Տեսանյութում երևում է, որ դիմակավորված անձը հերվից կրակելով մոտենում է համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին ու նրա հետ կանգնած երկու տղամարդկանց։ Նրանցից երկուսն ընկնում են մեքենայի կողքը, երրորդը ենթադրաբար Վալոդիա Գրիգորյանը մեքենայի հետևի մասում։ Կասկածյալը փախուստի դիմելուց առաջ ետ է դառնում, կարծես ցանկանում է համոզվել, որ հաստատ սպանել է եւ փախչում է։ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ապրելու երկիր կուսակցության անդամ Վալոդիա Գրիգորյանից բացի սպանվել է նրա ընկերը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Զինված հարձակման հետևանքով նաև մի վիրավոր կա, նրան վիրահատել են, վիճակը կայուն է։ Վալոդիա Գրիգորյանը 41 տարեկան էր, ամուսնացած է, ունի 4 երեխա։ Քննարկում են նաև վենդետայի վարկածը։ Այս տարվա սկզբին փետրվարի 5-ին կրակել էին Մերձավանի վարչական ղեկավար քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա որդին։ Այդ գործով մեղադրվող 9 անձանցից մեկը Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եղբայրն է, Պայքար Գրիգորյանը։ Այսօր Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհված ու անհետ կորածների հիշատակի օրն է։ 2 տարի առաջ Արցախի հայաթափման մղձավանջի մեջ տեղի ունեցած սարսափելի պայթյունը խլել է 218 մարդու կյանք, 22 արցախցի համարվում է անհետ կորած։ Պաշտոնական տվյալով մեր հայրենակիցներից 120-ը վիրավորվել են, սակայն լրագրողական հետաքննությունների համաձայն իրականում վիրավորվել են ավելի քան 290-ը։ Մահաբեր պայթյունին նախորդել էր Ադրբեջանի կողմից Արցախի 9-ամսյա շրջափակումը, ապա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը։ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցել գլոբալ ատոմային ֆորում, նվիրված Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին։ Դաշնության նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին միջուկային էներգահամակարգը փակ վառելիքի ցիկլով։ Հայաստանի ղեկավարը իր ելույթում նշել է, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստանում է Մեծամորի ատոմակայանից։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի։ Իդեպ Բելարուսի նախագահը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Հայաստանի նոր ատոմակայանը կառուցելիս օգտագործել Բելարուսի մասնագետներին եւ ռուսական միջուկային տեխնոլոգիաները։ Մինչև այս նիստի սկսվելը ֆորումին մասնակցող երկրների առաջնորդները առանձնազրույց են ունեցել։ Լուսանկարներից մեկում Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն միմյանց ձեռք են սեղմում։ Հայ-բելարուսական հարաբերություններում կարծես թե ձնհալ է սկսվել։ Տասնյակ հայեր Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց ցույցի են դուրս եկել վարչապետ Փաշինյանի Դաշնության մայրաքաղաք այցի ֆոնին։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցի պատճառը երկու արքեպիսկոպոսների ձերբակալությունն է եւ ըստ ցուցարարների հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների ճնշումները։ Նիկոլ Դավաճան Փաշինյան թշնամի վանկարկումներով հավաքվածները պահանջել են դադարեցնել եկեղեցու դեմ ուղղված գործողությունները։
Հայ առաքելական եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ներկայացրել է ԱՄՆ պաշտոնյաներին եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Հեղինակավոր իրավաբանը Facebook-յան հայալեզու էջ է բացել, հրապարակել տեսանյութ, պատմելով մանրամասներ իր հանդիպումների մասին։ Հայաստան կատարած մեր վերջին այցի ընթացքում մեզ հանդիպած մարդկանցից ոչ ոք այլ բան չի ցանկանում, քան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն է, եւ դրան նպաստելու ճանապարհներից մեկը Կարապետյանին եւ Հայաստանի այլ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելն է։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերահսկողական կոմիտեն արձագանքել է Հեցի կառավարիչ նշանակված քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանի հրապարակմանը, որում փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հեցի տնօրենների խորհրդի աշխատավարձը որևէ կերպ ազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Պետրոսյանը հրապարակել է աշխատավարձերի ամսական եւ տարեկան չափերը։ Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը իր գրպանից եւ այն որևէ կերպ չի ազդում սակագնի վրա, հայտարարել է Հեցի վերահսկողական կոմիտեն եւ հրապարակել, թե որքան աշխատավարձ է ստանում Ռոմանոս Պետրոսյանը, Հեցի կառավարչի պաշտոնում։ Ամսական 5.200.000 դրամ, այն տարեկան կազմում է ավելի քան 62 միլիոն դրամ։ Պետրոսյանն իր հետ հեց է տարել եւս 7 աշխատակցի, որոնք զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Դրանց բոլորի աշխատավարձը միասին տարեկան կազմում է մոտ 213 միլիոն դրամ, հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերահսկողական կոմիտեն։ Այս թեմայով հրապարակում է արել նաեւ Հեցի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, հայտնելով, որ մինչև այդ պաշտոնին նշանակվել է որպես խորհրդի նախագահի տեղակալ, իր ցանկությամբ հրաժարվել է աշխատավարձից եւ այդ գումարը փոխանցել Տաշիր բարեգործականին։ Գրառմանը կից հրապարակել է նաեւ գումարի փոխանցման անդորագրերը։ Կարապետյանը նաեւ գրել է, որ կրկին իր ցանկությամբ աշխատավարձ չի ստանում նաեւ Հեցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Ովքեր են կողմ Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ Ըստ նախագծի հաջորդ տարի մեր կառավարության ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, եկամուտները 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը 537 միլիարդ դրամ է։ Այն լրացնելու համար մեր կառավարությունը պետք է պարտք վերցնի։ Այժմ արդեն Հայաստանի պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 323 միլիարդ դրամ կամ 13 միլիարդ 852 միլիոն դոլար։ Տնտեսագետները հաշվում են, որ Հայաստանի 3 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրը արդեն ունի ավելի քան 4600 դոլարի պարտք, իսկ բյուջեի դեֆիցիտը փակելու համար գործադիրը սկսել է պարտքով գումար, մասնավորապես միջազգային վարկեր վերցնել։ Արդեն կա առաջին վարկատուն։ Ֆրանսիական զարգացման գործակալությունը 150 միլիոն եվրոյի վարկ կտա Հայաստանին։ Հայաստանի կառավարությունը մյուս տարվա համար կրճատել է պաշտպանական բյուջեն մոտ 15%-ով կամ 265 միլիոն դոլարով։ 2026 թվականի համար պաշտպանության նախարարությանը կհատկացվի 1.5 միլիարդ դոլար։ Չնայած պաշտպանական ծախսերի կրճատմանը, պետական բյուջեի ընդհանուր ծավալը կավելանա ավելի քան 5%-ով։ Հայաստանում 2026 թվականին կներդրվի համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգ, հայտնել է ֆինանսների նախարարը։ Այս համակարգի ներդրումը գործադիրը խոստացել էր դեռ 2024-ին։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է մի շարք սոցիալական եւ տնտեսական աջակցության ծրագրեր։ 55 միլիարդ դրամ կտա Արցախի Սպրնի տեղահանվածների բնակարաններով ապահովելու ծրագրին, 9.7 միլիարդ դրամ անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների զբաղվածության ծրագրին, 4.9 միլիարդ դրամ ակադեմիական քաղաքի նախագծման եւ կառուցման աշխատանքների համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճ զրուցել են Նյու Յորքում, թե ինչ են քննարկել նրանք հայտնի չէ։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է միայն, որ ոտքի վրա հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքի ժամանակ։ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ 2 օր առաջ Միրզոյանը հանդիպել էր ադրբեջանցի գործընկերոջ հետ տետատետ բանակցություններ վարել։ Ուկրաինայի զինուժը ռուսական Ան-26 ռազմատրանսպորտային 2 օդանավ է ոչնչացրել Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ ռազմական օդանավակայանում։ Ուկրաինական աղբյուրները հրապարակել են ռազմական գործողության տեսանյութը, որը նկարահանել է անօդաչու թռչող սարքը։ Նախնական տվյալով ոչնչացվել է նաև օդակայանի վառելիքի պահեստը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղրիմի վրա ուկրաինական զանգվածային հարձակումը կանխելու մասին։ Ռուսական կողմը պնդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների եւ անօդաչուների մեծ մասը։ Россия настоящий медведь
Ռուսաստանի դեմ պատերազմ է ընթանում եւ այժմ դրա ամենասուրբ փուլն է, որում պետք է հաղթել հանուն երկրի ապագայի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը կասկածի տակ էր դրել Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական հզորությունը, այն անվանելով թղթե վագր։ Ռուսաստանն ավելի շատ արջի հետ է ասոցացվում։ Թղթե արջեր չեն լինում։ Ռուսաստանն իսկական արջ է։ Այստեղ ոչ մի թղթային բան չկա։ Ռուսաստանը պահպանում է իր կայունությունը, ընդգծել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ի տարբերություն Բայդենի վարչակազմի, Թրամփի հետ երկխոսության խողովակները գործում են եւ Պուտինը բարձր է գնահատում հակամարտության լուծումներ գտնելու հարցում օգնելու Թրամփի պատրաստակամությունը։ The war is bad for Russia, it's bad for Ukraine, it's bad for America. Դոնալդ Թրամփի համբերությունը սպառվում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, ասել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը մեկնաբանելով կարծիքները ուկրաինական հակամարտության հարցում ամերիկյան վարչակազմի դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Նախագահը կարծում է, որ ռուսական կողմը բանակցային սեղանին բավարար առաջարկներ չի դնում պատերազմին վերջ տալու համար, նկատել է Vance-ը եւ նշել մեջբերում, եթե ռուսները հրաժարվեն բարեխղճորեն բանակցել, կարծում եմ իրենց երկրի համար շատ վատ կլինի։ Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2007 թվականի իր նախընտրական արշավը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի ռեժիմի կողմից ապօրինի ֆինանսավորելու գործով։ Ըստ մեղադրանքի նա եւ իր օգնականները պայմանավորվածություն են ձեռք բերել Քադաֆիի ռեժիմի հետ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, որի դիմաց խոստացել են Լիբիային դիվանագիտական աջակցություն ցուցաբերել միջազգային ասպարեզում։ Դատախազները պնդում էին, որ ստացված գումարը կազմել է առնվազն 50 միլիոն եվրո։ Դատարանը 70-ամյա Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Մեկ ամսվա ընթացքում դատախազությունը նրան կտեղեկացնի, թե երբ պետք է ներկայանա բանտ։ Հնարավոր է, որ նա պատիժը կրի այլ ձևաչափով, օրինակ էլեկտրոնային թևնոցով։ Սա Սարկոզիի նկատմամբ կայացված երրորդ դատավճիռն է։ Նախկին նախագահը արդեն դատապարտվել է կոռուպցիայի եւ իր 2012 թվականի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործերով։ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի ափերին հարվածած Ռագասա սուպերթայֆունը ահռելի ավերածությունների պատճառ է դարձել։ Հզոր փոթորիկի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, վնասվել են մեքենաներ, նահանգի ենթակառուցվածքները։ Ըստ լրատվամիջոցների, մինչև սուպերթայֆունի մոտենալը շրջաններից տարհանվել է 2 միլիոն մարդ։ Նախքան մայրցամաքային Չինաստան հասնելը, թայֆունը լուրջ վնասներ էր հասցրել Թայվանին եւ Ֆիլիպիններին։ Թայվանում զոհվել էր 17, Ֆիլիպիններում առնվազն 10 մարդ։ Օրվա կադրը Սպիտակ տնից, այնտեղ բացվել է նոր նախագահական փառքի ճեմուղի, որտեղ ներկայացված են ԱՄՆ բոլոր նախագահների դիմանկարները, բացառությամբ Ջո Բայդենի։ Դիմանկարի փոխարեն կախված է Բայդենի ստորագրությունը դնող ավտոմատ գրիչի լուսանկարը։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփն այսպես արտահայտում է անթաքույց վատ վերաբերմունքը իր նախորդի նկատմամբ։ ԱՄՆ գործող նախագահը դեռ քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ Բայդենի փոխարեն հրամանագրերը ստորագրում է ավտոմատ սարքը եւ կասկածի տակ էր դրել թե փաստաթղթերի օրինականությունը, թե Բայդենի գործունակ լինելը։